լրագրողներն ընդդեմ падգամավորների։ Այսօր Դինամո մարզադահլիճում մեկնարկեց ֆուտզալ բիզնես լիգա սիրողական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի լրագրողների հավաքականի եւ ՀՀ ազգային ժողովի թիմի միջև։ Մինչ այդ երկու թիմերի մասնակիցները Սլակեյմի հետ զրույցում խոսեցին սպասվող խաղի, թիմի պատրաստվածության եւ հաղթանակի մասին։ Շատ լավ, դե մենք շատ հաճախ մեզանից շատերը շաբաթը երկու անգամ խաղում են ֆուտզալ։ Մենք շատ ուրախ ենք, որ այսպիսով մեր նպաստն ենք բերում ֆուտզալի որպես սպորտատեսակի տարածման Հայաստանի Հանրապետությունում, բայց սա նաև մրցաշար է, որտեղ մենք մասնակցում ենք բնականաբար հաղթելու սպասելիքներով եւ մեծ ցանկությամբ։ Ինքս շատ հաճախ շաբաթը 2-3 անգամ։ Ընդամենը մի պարապմունք ենք իրականացրել։ Մարզական վիճակներս վատ չի, բայց հակառակորդ թիմը շատ ուժեղ է։ Կտեսնենք։ Ամեն դեպքում կարծում հետաքրքիր խաղ կլինի։ Կհաղթենք թե չէ, երևա խաղից հետո։ Ամեն դեպքում ցանկացած խաղ, երբ որ գալիս ես մասնակցելու, ցանկությունը հաղթելն է, բայց ինքը երևույթը արդեն իրականում ոգևորող է, երբ որ հնարավորություն են տալիս քաղաքական գործիչները տարբեր մասնակիցների տեր մարդկանց հետ մրցեն նաև սպորտում։ Ես միշտ սիրել եմ նմանատիպ ձևաչափերը, մենք ինքներս շատ կազմակերպում ենք երիտասարդական կազմակերպությամբ եւ սա էլ եկել է լրացնելու այն մյուս միջոցառումները, որտեղ մենք դեռ ծրագիր չունեինք։ Եթե օրինակ չգիտեք Չեմ կարծում, որովհետև ես սպորտը վաղուց թողել էի, արդեն ուսանողության տարիներին ակտիվ սպորտով զբաղվել եմ, բայց ուսանողության տարիներին ժամանակը չէր ներում, ավելի շատ մասնագիտական էի ուղղել ամբողջ ժամանակս, մասնագիտության բժիշկ եմ գիտեք, այնտեղ մի քիչ ավելի շատ ժամանակ է պահանջում մասնագետ դառնալու համար։ Սպորտում չէի լինի, բայց ակտիվ առողջ ապրելակերպ այդ ամբողջ ձևաչափում միշտ ինձ տեսել եմ։ Ամեն օր։ Կարևորը հաղթանակը չի այս խաղի համար, կարևորը նա, որ լրագրողների հետ եւ տարբեր, ներկայացուցիչների հետ ստանք, որ падգամավորներն էլ են ժամանակին խաղացել ֆուտբոլ, ազգային ժողովում էլ կան մարդիկ եւ հետաքրքիր առօրյան մի փոքր կփոխվի, թե падգամավորների թե չինոր։ Մեծ ֆուտբոլը մի փոքր ավելին է, քան թե միայն ֆուտբոլը։ Ես մոլի երկրպագու եմ, առաջի հերթին մեր ազգային հավաքականի և մնացած սիրված այլ թիմեր են ունեն։ Այդքան էլ առաջին ազգային հավաքականն է, եթե միջազգայինից նայենք, ապա այդքան էլ օրինի գնալ չեմ Ռեալ Մադրիդ։ Բայց տղաս, որ պարապում է ֆուտբոլ, խաղում է ֆուտբոլ, ինքը Բարսելոնայի բանա, երկրպագու է, մենք տան այդպիսի խնդիրներ ունենում ենք։ Միայն հաղթանակ։ Մենք ընդհանրապես բոլորս շատ մաքսիմալիստ ենք եւ միշտ կապ չունի ում հետ ենք խաղում, միշտ ձգտում ենք հաղթանակի։ Շատ էմոցիոնալ ֆուտբոլ ենք խաղում, միշտ չի որ ասենք բանի շրջան երևում է մեր պրոֆեսիոնալիզմը, բայց միշտ խաղին տրվում ենք միջև վերջ եւ հաճախ դրա շնորհիվ կարողանում ենք հաղթել։ Այսօր սպասում ենք միմիայն հաղթանակի, նույնիսկ եթե չստացվի, իմացեք, որ պարկարելու ենք միջև վերջ։ Շատ մեծ, որովհետև ես պարզապես իմ կյանքը առանց սպորտի չեմ պատկերացնում։ Ինչպես ժամանակին անգլիացիներից մեկն էր ասել, ֆուտբոլը դա կյանք չէ, դա ավելին է, քան կյանքը։ Իսկապես այս պարագայում, եթե հատկապես տեսել եք մեր նախորդ խաղի վերջին վայրկյանները, երբ մեր դարպասապահը իր դարպասից հակառակորդի դարպասը կարողացավ հեռահար հարվածով խոցել, ապա կպատկերացնեք, թե դա ինչ հսկայական էմոցիոնալ եւ ընդհանրապես բարոյական լիցք է տալիս ցանկացած մարդու։ Լրագրողներով շատ ենք խաղում, տարբեր մրցաշարերի ենք մասնակցում, ուղղակի բիզնես լիգան այս տարի շատ լայն շրջանակ ունի, ավելի մեծ մասշտաբով է անցկացվում, հաճույքով մասնակցում ենք, իհարկե առաջին խաղում հաղթել ենք, այսօր էլ մեծ ակնկալիքներ ունենք։ Մեկ անգամ խաղացել ենք ազգային ժողովի թիմի հետ, բայց ֆուտբոլ ենք խաղացել, հիմա ֆուտզալ ենք խաղալու, դահլիճում դեռ նրանց հնարավորությունների խաղի ընթացքում պետք է ծանոթանանք։
Շարմազանական տուրնիր։ Պայքարն իսկապես թեժ էր, լրագրողների թիմի առավելությունն ակնհայտ էր, որն էլ վերջում արտահայտվեց 14-2 հաշվով։ Ազգային ժողովի թիմի կազմում իրենց վատ չդրսևորեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ ԱԺ թիմի կազմում խաղին մասնակցում էին պատգամավորներ Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թոմասյանը։ Լրագրողներն ընդդեմ պատգամավորների խաղն ավարտվեց լրագրողների հերթական հաղթանակով։ Լրագրողները ավելի ուժեղ են, անհամեմատ, պարապած են։ Ես խաղից առաջ էլ ասացի, որ իրենք բավականին լավ մարտունակ թիմ ունեն, մենք առաջ անգամ ենք sense խաղում։ Մյուս խաղին կարծում եմ ավելի լավ կլինի։ Շնորհավորում եմ լրագրողներին, շատ լավ խաղ է, շատ լավ կազմակերպված պրոֆեսիոնալ թիմ ունեն։ Սա լրագրողների թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշարի աղխմբում։ Առաջին խաղում լրագրողները հաղթել էին Վեգային 8-7 հաշվով եւ այժմ գործնականում ապահովեցին իրենց տեղը հաջորդ փուլում։ Խմբի վերջին խաղում լրագրողները կհանդիպեն Կոկա-կոլայի թիմի հետ։